Գյուրջան Կասկադ, ցանկացած համեմատություն մեր օգտին է։ Գնահատեք Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքը։ Ես իհարկե մի քանի շրջափուլերի տվյալներ եմ բերել, բայց վերջինը կարդամ, հետո պրեզենտացիան կտամ, հետո կուզենանք համապատասխաններ կանցկացնենք։ Լիովին դրական աշխատանքը գնահատել է միայն 9%-ը, ավելի շուտ դրական գնահատել է 15.5%-ը, ավելի շուտ բացասական գնահատել է 19.1%-ը եւ 46.5%-ը ընդհանրապես բացասական է գնահատել։ Եթե կարելի է օպերատորները խնդրում չխանգարեք, հա։ 10%-ը նշել է, որ դժվարանում է պատասխանել այս հարցին։ Ինչ է կարծում Հայաստանի Հանրապետությունում քաղաքական իրավիճակը կայուն է։ Լիովին կայուն է նշել է 6.4%-ը, ավելի շուտ կայուն է նշել է 16.5%-ը։ Ավելի շուտ կայուն չի 16.7%-ը նշել եւ 56.3%-ը նշել է, որ ընդհանրապես կայուն չէ, այսինքն մոտ 75%-ի կարգի մեր քաղաքացիները նշում են, որ իրավիճակը կայուն չի քաղաքական։ Ինչ է կարծում ներկայումս առկա քաղաքական վիճակում անհրաժեշտ է արդյոք իրականացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Սա եւս շատ հետաքրքիր տվյալներ ենք ստացել։ 44% նշել է, որ միանշանակ անհրաժեշտ է իրականացնել արտահերթ ընտրություններ, 16.4%-ը նշել է, որ ավելի շուտ անհրաժեշտ է, այսինքն մոտ 60%-ից ավել նշում են, որ Հայաստանի Հանրապետությունում անհրաժեշտ են իրականացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ 10.3%-ը նշել է, որ ավելի շուտ անհրաժեշտ չեն, եւ 23.5%-ը նշել է, որ ընդհանրապես անհրաժեշտ չեն։ Որում ես այստեղ ուզում եմ շեշտադրել, որ այս 23.5%-ը, ովքեր ասել են, որ անհրաժեշտ չէ իրականացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, դա չի 23.5-ը, դա չի նշանակում, որ այս 23.5%-ը համամիտ են այս աշխատանքները, որը իրականացնում է իշխող կուսակցությունը եւ ուզում են անփոփոխ մնա ամեն ինչ։ Չէ, ես կարծում եմ այս 23.5%-ի մեջ կան նաեւ մարդիկ, ովքեր որ չեն տեսնում ալտերնատիվա, հա, այսօրվա իշխանությունները կամ չեն տեսնում են քաղաքական ուժը, որին կարող են ձայն տալ եւ ի ապացույց այն դատողությունների, որը ես ներկայացրեցի։